կարևոր մարդու մասին Paul Robert Ignatius այս մարդու մասին եմ ուզում խոսել, որ մահացավ այս շաբաթ, իրեն տեսնում եք, սա Գլենդելի գրատարանում էր, այդ օրը ես այդտեղ էի, իմ նկարը իրեն հետ չկարողացա գտնեմ, որ ձեզ ցուցադրեմ, եթե 5 օր նաև ապրեր, կդառնար 105 տարեկան, երբ եկել էր, սա 2022 թիվ եկել էր Գլենդել, եւ ես այնտեղ հանդիպել եմ, հետո իրեն հարգանքի համար ճաշ էին տալիս, այնտեղ նաեւ ես մասնակից էի եւ իրեն նախկինում նաեւ հանդիպել էի Իգնեշյուսին։ Ինքը երևի ամենաբարձրաստիճան հայն եղել կառավարական շրջանակում։ Գիտեք, Կալիֆոռնիայի նահանգապետն է եղել Դուկմեջյանը, բայց նահանգային կառավարության ղեկավարն է եղել։ Իրեն John F. Kennedy նախագահը, անցնենք հաջորդ նկարը, տեսնում եք այստեղ իրեն նախ պաշտպանության նախարարության մեջ էր, հետո Secretary of Navy իրեն մեջտեղում տեսնում եք, այսինքն իր պրոֆայլն եք տեսնում, որ ծերնվում է ուրիշների հետ, իր կողքին 3 աստղանի գեներալ է կանգնած, ինք այդ Navy Secretary-ն էր, այսինքն ղեկավարն էր Ամերիկայի նավատորմի, տեսնում եք իր անունով, այս ռազմանավը նաև իր անունով է կոչված Paul Ignatius։ Paul Ignatius-ը իր ազգանունը հայկական եղել է Իգնատոսյան է եղել, իսկ Գլենդելում է ծնվել, իր պապիկը եկել են Արևմտա Հայաստանից եկել էին եւ Գլենդել էին բնակվում եւ դրա համար միշտ ինքը բարձենում էր Գլենդելով, որ այստեղ մեծացել է, այստեղ դպրոց է հաճախել, Գլենդելի դպրոցներն է հաճախել եւ իր տղան Washington Post թերթում մեծ լրագրող այնտեղ ռիփորթեր է իր տղան, որ տեսնում եք այդտեղ եւ մեծ հարգանք պատիվ մեզի, բայց եւ այնպես մահացել է այս շաբաթվա ընթացքին, թող Աստված ուքին լուսավորի, հողը թեթև լինի իր վրա, իհարկե ապրում էր Washington-ում, ինչ որ իր տղան էլ Washington Post-ի ծառայում էր այնտեղ թերթի մեջ լրագրողը շատ ճանաչված իր տղան։ 4 տղաներ ուներ իհարկե Paul Ignatius, ինչ որ անունը, ազգանունը փոխել էին, որ հեշտ լինի։ Այնտեղ ես պիտի ասեի նաև, որ Մակնամարա, որը պաշտպանության նախարարն էր, նրա հետ էր աշխատել այդ բերումով, միշտ իր հետ էր Մակնամարան Վիետնամի պատերազմի ժամանակ նախագահ Քենեդին եւ նախագահ Ջոնսոնին ծառայել էր։ Paul Ignatius-ը նաև իր հետ միշտ այդտեղ էր եղել պաշտպանության նախարարության կապ ունեցող անձնավորություն էր, ամենավստահելի անձնավորությունը նախարարին։ Ես ուզում եմ նաև խոսել տարօրինակ դեպք, որ մեր անձնավորություն գալիս է Studio City-ի շատ մոտիկ նաև Նորթ Հոլիվուդին, տեսնում եք այդ մերկ է, հագուս չկա իր վրա։ Գալիս է փողոցներներ, հետո գնում է մեկ տուն, մեկ բնակարան, որտեղ 2 կանայք էին։ Դուռը ջարդում է մտնի այդ տան մեջ, շենքի, այսինքն այդ ապարտման բիլդինգի տերը 79 տարեկան անձնավորություն է, դուրս է գալիս, ատրճանակը ձեռքին, այս անձը իրեն հարվածում է, ոտքերը ջարդերն է, բայց կարողանում է կրակի ու սպանում է այս անձնավորությանը, ինչ որ տեսնում եք այսպես մեր գնացել էր եւ դուռը ջարդել էր մտնել էր միտեղ, որ 2 կին էին ապրում, ինչ որ այստեղ ձեզ ցուցադրեցի։ Նաեւ ես ուզում եմ մելատոնինի մասին խոսեմ, ինչ որ շատ հետաքրքրություններ ստեղծել, ես արդեն խոսել եմ, մելատոնինը հորմոն է մի տեսակ, որ անձը որ քնում է, մարմինը ինքը ստեղծում է եւ մտնում է
որպեսզի անձը քնի, հանգստանա, այդպես է սովորաբար լինում, բայց մելատոնինը հիմա նախ որ ես չգիտեի ինքս, ես մելատոնին օգտագործող մեկ անձնավորություն եմ, որտեղ քնելու պրոբլեմ ունեմ ամենայն դեպս ամեն օր նախապես շատ մեծ դոզայով օգտագործում եմ, բայց հիմա նախքան այս հարցը արդեն մեկ բժիշկ ինձ ասել էր, որ չի կարելի այդ իջեցրել շատ քիչ, Անգլիայում առանց դեղատոն դուք մելատոնին չեք կարող առնել, որտեղ իրենք մտածում են մելատոնինը կարող է ազդի, նրանք որ տեղեր են վերցնում, սրտի պրոբլեմ ունեն, շաքարախտի տեղեր են վերցնում եւ սիժերի, նրանք որ ցնցումներ ունեն, այսպես տեղեր են վերցնում, ազդում է այս մելատոնինը բոլոր այդ հարցերի վրա ազդում է եւ դրա համար ես ծրագիրը կատարել էի քանի օր առաջ էր որ ցեզ այդ բերումով ձեր ուշադրությանը նաեւ բերեցի հիմա side effect-ներ ունի մելատոնինը նաեւ այսինքն կողմնակի այդ վնասներն են ինչ որ կա ասացի նախ որ այս մեծ ուսումնասիրություն որ American Heart Association սրտի բժիշկների միությունը ասում է դու կարող ես հաբի տեսակ վերցնի անձը կարող ես հղուկ վերցնի կարող ես գամի այդ գամի տեսակը օգտագործի չի տարբերում եթե մելատոնին է եւ կարող է անձը ստիպված լինի հիվանդանոց գնա հիվանդանա եւ նաեւ մահ է սպասում դրան նրանք որ վերցնում են, եթե նորմալ մարդիկ 4.3%-ով միշտ մարդ է մահանում, իսկ եթե մելատոնին են վերցնում նրանք 7.4%-ով ավել բախտը կա, իհարկե այս բժշկական սրտի միության բժիշկներ ասել են դեռ ուսումնասիրությունները շարունակվում է, ամենայն դեպս կարող է նա որ մելատոնին է օգտագործում, նախ որ միցև տրավմատրության պրոբլեմներ ստեղծի irritation, mood-ը անձի փոխվում է, մելատոնինը փոխվում է, միշտ կարող է լինեն անքնուջ, այս որ տեղը օգտագործում են, միցև պրոբլեմ ունենան, որ օրինակ գիշերը մասամբ քնում են, հետո առավոտյան որտեվ ազդեցությունը այդպես էլ չի որ անցնում է գնում է կարող է 8 ժամ 10 ժամ հետո շատ ցանկություն ունի անձը որպեսի այդ ժամանակ քնի եւ մեկ օր պրոբլեմ ունի քնելու օրվա ընթացքին պետք է շատ կարճ եթե քնի կամ բնավ չքնի որպես գիշերը չխանգարի իրեն ուրեմն ինչ որ ցեզ ասացի գլխապտույտ կարող է տա սրտա խառնոց ունենա անձը քնկոտություն է բերում daytime drowsiness այդպես շուտ բարկանում են եթե այդ օգտագործում են տեղը բոլորը սրանք իրեն հետևանքով է լինում որ եթե դուք օգտագործում եք ասացի ես ինքս չգիտեի որ Անգլիայում դուք դեղատոմսով պետք է մելատոնին օգտագործեք, այստեղ ազատ է ով ուզում է ինչքան վերցնում է, ինչքան օգտագործում է իր իմանալիքն է լինում։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ Ամերիկայի օդանավակայանների մասին, խիստ դժվար կացություն է տեղի ունենում, որովհետև աշխատավարձ կառավարությունը փակ է, գումար չկա, աշխատողների մեկ TSA, նրանք որ գնում եք ձեզ չեք են անում եւ ճամբրուկն են չեք անում եւ նրանք որ աշտարակի մեջ ուղղություն են տալիս օդանավին որ նստեն բարձրանան եւ այլն աշխատավարձ չեն ստանում ես հաճախ այստեղ աշխատեցի բացատրի որ միշտ ինձ հարցնում են անձը այդ աշխատանք ունի եւ հետո իրեն կվճարեն այդ մարդկանց ասեն ցես կվճարվի երբ որ կառավարության աշխատանքը նորից վերաբացվի դուք կվճարվեք իսկ ինքը գնում է Uber-ը քշում ինքը գնում է մեկ ուրիշ աշխատանք անում ինչու որովհետեւ այստեղ
շատ մեծ թվով մարդիկ փող սեյվին չունեն, պահ չի դրել ոչ մի փող չունի։ Այստեղ ինչ որ աշխատում են, նրանք որ ասենք ծնվել են այստեղ կամ մի իրենց հայրն է ծնվել, իրենք երկրորդ սերունդ են, երրորդ սերունդ են, փող պահ չեն տնում։ Արտասահմանցու նման չի, հայի նման, արաբի նման, բոլորը որ անկայուն կառավարություններին միշտ մտահոգված էին, գումար էին պահում, ոսկի էին պահում եւ այլն, մի բան պահում էին, այստեղ այդպես չի, ինչ որ գումարը ստանում են, այդքան ծախսում են, ուրեմն պահտված գումար չկա։ Հիմա այդ ընտանիքի ծախսերը հոգալու համար անմիջական գումար պետք ունի այդ մարդը։ Դրա համար իրեն օրինակ TSA աշխատում, աշտարակի մեջ աշխատում է, գնում է Uber-ը քշում կամ մեկտեղ աշխատում է, որ օրվա աշխատավարձ ստանա, կնա իրեն ծախսը։ Հիմա այստեղ տեսնում եք 1000-ից ավել թռիչքներ cancel են արել։ Ասել են նաև, որ 10%-ով թռիչքները իջեցնելու են, որտեղ վտանգավոր վիճակ է օդանավակայաններում, անընդհատ delay եւ cancellation։ Բոլորը այս հարցերն է, տեսնում եք 40 տարբեր խոշոր քաղաքները Ամերիկայի, Honolulu, այնտեղ LAX-ն եք տեսնում, Նյու Յորք եւ այլն, Մայամի, Թեքսասի օդանավակայաններից որոշը, բոլոր այդ պատկերը այդտեղ տեսնում եք, ավել քիչ թռիչքներ են թույլ տալու։ Եվ քիչ հետո կտեսնեք անցյալ շաբաթ նախարարն է, որը այս մասին խոսում է, Շանդաֆի տեսնում եք այդտեղ, ասում է, որովհետև մտահոգ ենք, ուզում ենք ապահով դարձնել այս թռիչքները, ուրեմն պետք է կատարել։ Նորից տեսնում եք, որ եւ flight տեսնում եք American Airlines, ասում է 220 թռիչք cancel է անում։ Եվ այդպես է United-ը 300 flight cancel է արել, եւ FAA ասում է 4%-ով նոյեմբեր 7-ից ավել քիչ թռիչքներ, որը հենց անցյալ շաբաթվանից 4%-ով իջեցրել են, 6%-ով գալիք շաբաթը, նոյեմբերի 13-ին 13% եւ նոյեմբերի 14-ից 10%-ով թռիչքները իջեցնելու են, որպեսզի մի դեպք չպատահի, ինչ որ տեսնում եք այստեղ հարցը։ Ես մի դադար վերցնեմ եւ վերադառնամ դադարի շարունակեմ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում։ Շուտով իրենց գալիք այդ դասավանդումները սկսվելու է։ Եվ եթե դուք ցանկություն ունեք չափահասների դպրոցն է սա, անվճար է, ամեն ինչ դասավանդումը լրիվ անվճար է։ Գիրքեր եթե հարկավոր եղավ այդ նյութը գիրք պետք ունի ձեզ կտան, կոմպյուտեր պետք ունեք իրենք ձեզ կտան։ Սա Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք ոչինչ չվճարեք։ Վկայականը ստանաք 50 նահանգում ընդունում են, Կալիֆոռնիան եւ մնացած նահանգները ընդունում են իրենց վկայականը, այսպես չի որ մեկը դպրոց է բացել վկայական է տալիս, ոչ մետեղ ընդունելի չի։ Սա Կալիֆոռնիայի նահանգի հրահանգով է, որ վկայական են տալիս։ Ծրագիրը հովանավորում է Central Pharmacy, հովանավորում է Central Avenue Pharmacy, հովանավորում է ծրագիրը։ Եթե տեղերի կարիք ունեք, իրենց տեղատունը գտնում է Կալիֆոռնիա փողոց, Բրանդ փողոցի հատմանկետին շատ մոտիկ է, 35 տարի է դոկտորն աշխատում է, իր դուստրը նաև միացել է իրեն, որ տեղակորձ է, դոկտոր է, եւ իրենց նոր կենտրոնը պիտի բացանեն Sunland քաղաքում։ Ես հետո կտեղեկացնեմ այդ մասին, ամենայն դեպս նրանք որ ապրում են Թանգա, Sunland, Silmar, Simi Valley այդ շրջաններում, սրանից հետո կարող են իրենց տեղերը այդտեղից վերցնեն կամ զանգարեն, որ իրենց տանը բերեն։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի բնակարան, դա կլինի ապարտման կամ առանձնատուն, դա պիտի բնակելի լինի, այսինքն այդտեղ պահարանը բացում եք, միջատները չպիտի գնան կան, մրջուն չպիտի լինի, մուկ չպիտի լինի, եթե լինի ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, եթե կարողանա ձեզ համար հատուցում ստանա, հետո իրեն կվճարեք, անվճար
կարող եք իր հետ խորհրդակցել եւ ձեր case-ը կարող է կատարի մինչեւ որ դուք հաջողեք մինչեւ որ հաջողի գումար վերցնի ձեզ համար ես պիտի դադար վերցնեմ կվերադառնամ կշարունակեմ այսօր 40 օր է որ կառավարությունը իր աշխատանքը դադարեցրել է որովհետեւ դեմոկրատները ռեփաբլիկանները իրար հետ չեն համաձայնվում ուրեմն բյուջետ չունեն գումար չունեն որ հատկացնեն կառավարական աշխատողները աշխատեն սա ամենաերկարատև այսպես որ կառավարությունը աշխատանքը դադարեցրել է ես անցյալ շաբաթվա ընթացքին ցույց տվի որ նախագահի ժամանակ քանի օր փակ է եղել բացի այս անգամ ամենաերկարատև եղել է էլի նախագահ Թրամփի ժամանակ իր առաջին նստաշրջանում բոլոր նախագահների ժամանակ մի քանի օր կառավարություն փակվել է բայց շատ կարճատև է եղել այսպես երկար չի պատահել երկարատև այսպես լինի հիմա այս մարդիկ որ կառավարության համար աշխատում են 1 միլիոն մարդ աշխատանքի չի գնում մնացած աշխատում են քիչ առաջ նաև ցույց տվի կամ խոսեցի որ չեն գնում աշխատանքի, որտեղ անմիջապես աշխատանք չեն ստանում, դժվար կացություն է ստեղծվել։ Հիմա 4 բիլիոն emergency գումար ունեին, որ եթե մի երկրաշարժ լինի կամ մի բան լինի, այդ 4 միլիարդը, այսինքն կամ 4 բիլիոնը դատավորներ, երկու դատավորներ Նյու Համփշիր եւ Մասաչուսեթում անկախ իրարից հրաման տվին, որ այդ գումարը բերեք եւ օգտվեք այս snap-ը կամ ուտելիքը ինչ որ հանձնում եք մարդկանց տվեք մի ուրիշ 23 բիլիոն նաև կառավարությունը ուներ որ նպատակ էր որ գոնե մի ամսվա ծախս տային եւ այդպես ասեն էին որ այդ գումարը կվճարեն անգամ 9 նահանգներ դրանց մեջ Կալիֆոռնիա ես հաղորդել էի որ այդ գումարը պատրաստ է որ նրանք որ բանկայի հաշիվ ունեն, բանկի հաշիվ ունեն իրենց գումարը այդտեղ փոխանցեն։ Այսպես խառը վիճակ էր, որոշ նահանգներ դեռ պատրաստվում էին, որ այդ գործանեն, որովհետև այդ գումարը պետք է նահանգի միջոցով տեղադրվի, ուրեմն այսպես վիճակ է ստեղծվել, որ գիշերը, ուրբաթ գիշեր, երբ որ այս դատավորների որոշումը կառավարությունը Թրամփի վարչակազմը վերանայման դատարանի դիմեց, որ սխալ վճիռ է տվել դատավորը, այն վերանայման դատավորները ասացին, որ հաջորդ շաբաթ ուշ կլիներ, ուրեմն դիմում են Supreme Court-ին, Գերագույն ադյանին դիմում են Քեթանջի Ջաքսոն դատավորը, որ այդ շրջանի դատավորն է արևելյան նահանգների որոշ մասի շրջանի պատասխանատու է իրեն դիմեցին ասան այսպես խնդրեմ կա նա ասաց որ առայժմ նախագահի այդ ցանկությունը որ ասում է գումարը 4 միլիարդը չի ուզում ծախսի որտեվ գումարը հատկացված չէր որ մարդկանց ուտելիքի համար ծախսեն emergency համար է թողեք մինչև կա դատարան եւ մենք մեր վճիռը տանք այսինքն սա չի նշանակում որ կարող է պատահի կամ չպատահի բայց ասում է որ սպասեք մինչև Գերագույն ադյանին հասնի առայժմ առաջին դատարանը որոշելն է appeal դատարանը որոշում տա երբ որ նրանք որոշում տա հետո կարող են դիմեն Գերագույն ադյանին դրա համար է շատ խառը վիճակ է այս երկրում տիրում եւ մտահոգությունները օրստորե ավել շատանում է հիմա սա ինչպես բիզնեսներին քիչ հետո պիտի ցույց տամ որոշ հարցեր ավել էժանացել է որոշ հարցեր թանկացել է մի ուրիշ հարց որ օրինակի համար նախագահ Թրամփը ասաց որ ուտելիք եւ այլն էժանացել է այսպես ասած չեք նայեք Walmart-ը Thanksgiving-ի համար ինչ է առաջարկում բայց այդ քիչ հետո այստեղ ցուցադրեմ որ Walmart-ը երբ որ Thanksgiving-ի համար առաջարկում էր մեկ անգամից վերցնել հնդկահավը ուրիշ եւ այլն ինչ որ հարկավոր է 55 տարբեր item կար մեջը
Walmart հիմա 40 item է։ Գնում եք խանութ նաև ընդհանուր հիմա այս հարցից դուրս գնում եք տեսնում եք նախապես այս բիզնեսները ժիր են մի տուփը այսքան գնում էիք օրինակ եթե $10 էր հիմա $10 են պահե որ չմտածի անձը թանկացել է բայց ներսում ինչ որ դրված էր որ դու գնեք քանակը իջեցրել են ավել քիչ բան կա այդ տուփի մեջ դատարկ մաս շատ ունի այդ ինչ որ կա կամ ծանրոց է ծանրոցի մեջ ինչ որ կար ավել քիչացրել են նախկինի նման չեն առաջարկում նույնը այդպես է որ Thanksgiving-ի համար էլ ասացի բիզնեսները ժիր են Walmart-ը 55 տարբեր ինչ որ վաճառում էր կար այդ package-ի մեջ հիմա 40 item կա այդ package-ի մեջ հիմա անցնենք առաջ եւ ցած բացատրեմ տեսնում եք այստեղ մարդիկ դուրս են եկել Save Medicaid որ այստեղ medical է կոչվում տեսնում եք գնում են այնտեղ որ անվճար ուտելիք են տալիս ոչ շահատիտական ընկերություններ աշխատում են օգնեն գումարներ են տրամադրում որ ժողովրդին անվճար ուտելիք տան որովհետեւ մտահոգությունը կա եթե աշխատավարձ չի ստանում կամ SNAP, EBT տեսնում եք այդտեղ 7-րդ շաբաթն է։ Սա ռիփաբլիկանների ղեկավարն է, որ մեղադրում է դեմոկրատներին, եւ դեմոկրատների ղեկավարն ինչ որ անցավ, մեղադրում է ռիփաբլիկաններին այդ ինչ որ Բայդենի ժամանակ էր Բայդենի ժամանակին է փրուվար։ Նյու Յորքում ցեզ ասել էի, որ 3 դեմոկրատ այսինքն արևելյան նահանգներում ցախում տեսնում եք անձնավորությունը որ Նյու Ջերսիում նահանգապետը ընտրվեց դեմոկրատ Նյու Յորքում ամենամեծ քաղաքը իհարկե ոչ ոք չէր սպասում բացի դեմոկրատ Նյու Յորքում Մամդանի տեսնում եք մեջտեղում ընտրվեց իսկ ավել աչում Վիրջինիա նահանգում, որ հաճախ ռիփաբլիկաններ ավել շատ են ընտրվում, բայց մի տարի մի նստաշրջան դեմոկրատ, մի շրջան, ամենայն դեպս այս անգամ դեմոկրատ ընտրվեց, որովհետև մեղադրում են Թրամփին, որ այս հարցերը բարձրացրեց, մարդիկ ավել դեմոկրատների կողմը քվեարկեցին։ Հիմա նավթը 16%-ով իջել է, բայց բենզինը Կալիֆոռնիայում չեք տեսնում, չի իջել, բայց ընդհանուր Ամերիկայում իջել է, մեզ մոտ չի իջել այդքան։ Բենզին տեսնում եք 6 سنت իջել է, հիմա grocery 1.38%-ով բարձրացել է, թանկացել է։ Մեքենայացված աղացված միսը տեսնում եք 13%-ով թանկացել է, այնտեղ orange juice-ը 17%-ով թանկացել է, եւ package-ը տեսնում եք այստեղ այս երկուսը ուզում եմ ձեզ ցուցադրել, ինչ որ նախագահը խոսում էր Walmart-ի մասին, Ամերիկայի ամենամեծ սուպերմարկետի մասին եւ աշխարհի ամենամեծ սուպերմարկետը 2024-ին 55 տեսնում եք item-ներ առաջարկում էր, իսկ հիմա այդ item-ները ավել քիչ է $40 է առաջարկում, այսպես է, ուրեմն շարունակվում է այս խնդրը, ինչ որ այս երկրում գոյություն ունի։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից խոսեմ McDonnell Douglas 11 տեսակը, որ UPS-ը օգտագործում էր, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը։ Orange Shipping ձեզ է առաջարկում, գտնվում է North Hollywood Sherman Way փողոցի վրա է գտնվում։ Մի ծանրոց եթե իրենց հանձնեք Հայաստան ղեկելու համար երկրորդը կես գին է առաջարկում նավի միջոցով կտանեն Հայաստան։ Նաև գումար կարող եք փոխանցել Orange Shipping-ում եւ օթանավով նաև կարող եք ուղարկել, այստեղ տեսնում եք։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը, այստեղ տեսնում եք դեպի Մեքսիկո cruise նավային շրջագայություն դեկտեմբերի 14-ից մինչև 21-ը 8 օր 7 գիշեր
Ընդամենը $790, Մեքսիկո 8 օր 7 գիշեր ընդամենը $790, սա խիստ եղջված գին է, օգտվեք ծառայությունից։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը։ Որևէ հարց ունեք ձեր ատամի հետ, ինձ պրոբլեմ նոր ունեք, նոր ատամնաշարեք, ուզում տեղադրեք, պրոթեզ պիտի տեղադրեք, բոլոր այս հարցերով Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում են գտնվում, բայց զանգահարեք, ժամադրություն վերցրեք, կվերադառնա։ UPS-ի կենտրոնը Լուիվիլ Քենթաքիում է գտնվում եւ ձեզ հաղորդել էի հիմա ամեն օր մի նոր պատկեր են տալիս առաջին ժամանակ երբ որ այս բեռնատար օդանավը MD-11 տեսակետի McDonnell Douglas-ը որ Boeing-ը այդ ընկերությունը գնեց տարիներ առաջ այս օդանավը 30 տարից ավել ճամփորդական օդանավ էր օգտագործել են Իսկ երբ որ օդանավները երկար տարի օգտագործում են, այսպես աշխատանքից հանում են եւ որպես բեռնատար օդանավ UPS-ը օգտվում էր եւ սա յուրահատուկ օդանավ են, որ 3 մոտոր ունի, մեկ մոտորը ամենավերջում է գտնվում օդանավի, քիչ հետո կտեսնեք ամենայն դեպս երբ բարձրանում է 25 վայրկյան հետո պայթում է եւ այդտեղ ուր որ վայր են գնում այս այրված կամ օգտագործված օիլի կամ յուղի դիփո է լինում որ մարդիկ տանում են կամ ընկերությունները մեխանիկները տանում են այդտեղ ճիշտ օդանավակայանի կողքին էր որ վայր են գնում այդտեղ լրիվ այթում է ամեն ինչ ես այս հաղորդել էի որ 3 հոգի օդանավի միջի աշխատող կամ օդաչուն օգնականը օդաչուի եւ մեկ ուրիշ մահացել են։ Հետո բանից դուրս եկա որ 1 հոգի էլ մահացել է 4 հոգի։ Հետո տեսան 9 հոգի մահացել է։ Հետո 13 հաստատից է անցյալ շաբաթ։ Հիմա բանից դուրս եկա 14 հոգի մահացել են 8 հոգի անհետ կորեն են։ Այստեղ ես ուզում եմ ցույց տալ այս դժբախտությունը ինչ որ Քենթաքիում տեղի ունեցավ, այսպես տեսնում եք։ Դրա համար է որ այսպես հրդեհ տեղի ունեցավ իր ասեք օդանավի մի թևը լրիվ հրդեհներ էր վայր են գնում եւ մեծ վնաս է հասցնում այստեղ տեսնում եք իրենց հարգանքի համար դրոշակը սրանք օդաչուն օգնական օդաչուի եւ ինժեներ օդանավի միջինն է սա աշխատող է օդանավի միջի աշխատողներ են եղել այս մեկ երեխա նաեւ այս զոհերի մեջ մի երեխա կա նաև այստեղ հիմա black box-ը recording-ը բոլորը կա երևի մի տարի կտևի նման հարցերը միշտ մի տարի տևում է որ ավարտեն որ ճշգրիտ ինչ է պատահել 25 վայրկյան տևեներ ընդամենը տեսեք այս ինչ մեծ դժբախտություն որ պատահեց այդ շրջապատի ժողովրդի համար Ես ուզում եմ շարունակել խոսել մեկ կնոջ մասին, որ իր ամուսնու հետ մաքրարար են սրանք, իրենց կանչում են, որ գնան մեկի բնակարանը Ինդիանայում մաքրման համար գնան տունը, բայց ամուսինի մեքենայի մեջ է կինը իջնում է, որ առավոտյան ժամը 7-ից ավել շուտ, գնում է դուռը թակում է, որ ասի որ եկել են եւ ամուսինն էլ կա գնան այդ աշխատանքը կատարեն ինչ որ այդ տանտիրուհին կամ տանտերը ցանկություններ տանում մաքրման աշխատանք կատարեն իսկ սխալ դուռ է թակում անձը հիմա սխալ իրենին ասել կամ ինքը սխալ նշանակել դրում է դուռը թակում է անձը որ տան մեջ է կրակում է այսինքն տրան հետևից դուռը չի բացում տրան հետևից կրակում է եւ այս կինը վայր են դնում ամուսինը վազում է իրեն կրկում է տեսնում արյուն գնում է ու մահանում է այս հիմա ես այսինչու բացատրում եմ ձեզ այսօր սրա մասին որովհետեւ այս երկրում տարբեր նահանգներ տարբեր օրենք ունեն եթե մեկը reasonable
մտահոգություն ունի, որ այդ անծանոթը եկել է կարող է իրեն վնաս հասցնի, թե չի թվում որ այդպես կարող է փոլիս զանգել, բայց ամենայն դեպս օրենք կա, որ եթե դուք իր տան շրջապատում լինեք, այսպես տեսեք մայթի վրա գնում եք, դա քաղաքին է պատկանում, ճիշտ իր հողատարածքն է կամ իր բնակարանն է, Կալիֆոռնիան այսպես չի միաժամանակ, բայց ուրիշ նահանգներ կան, որ այդպես է, դուք իրավունք չունեք մտնեք ուրիշի տարածքը կամ գնալ դռան մոտենալ ինչ-որ այսպես դեպքը պատահել է։ Ինդիանան նման, ասացի օրենք ունի, որ հիմա պետք է reasonable belief, որ home invasion գնում են տունը կողոպտեն մարդուն, կարող է կրակի, անգամ կարող է սպանի, մեղավոր չի տասնյակ անգամ այսպես դեպք է պատահել, ես այստեղ հեռուստատեսությամբ intruder, կամ մեկ ուզում է ներս մտնի, կարող է անձը կրակի իրեն վրա, որ հիմա երևի դատավարություն կլինի, արդյոք սա մեղավոր է, թե մեղավոր չի, մտահոգությունը իրենը ճիշտ է թե ոչ, ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, այս ամուսինն է իր 4 երեխա ունի, այսպես տեսնում եք, այս բնակարանն է, որ գնում է Ինդիանայում այս կինն է, զոհն է, ինչ որ տեսնում եք իրեն, տուրը թակելիս, այսպես դժբախտություն է պատահում, կրակ է բացանում իր վրա, անձը ու մահանում է այդտեղ դրան առջևը, ոստիկանությունը եկել են, որպեսզի զեկույցը գրեն այս երիտասարդ կինն, այդպես հիմա այստեղ stand your ground, այդ օրենքն է self-defense law, եթե ինչ-որ ասում է reasonable belief of being threatened with imminent, անմիջական, վտանգավոր վնասը քեզ հասնելու, այս նահանգը Ինդիանան այսպես օրենք ունի, եմ արդյոք այդ բնակարանի մեջ այդպես մտահոգություն կար, որ կարող է ինքը վտանգի մեջ է, կրակել է, դա դրանք այն հարցն է, որ դատարանում պիտի ճշտեն, ես միայն ուզեցի ասել, որ այսպես օրենք կա, որոշ տարածք, որոշ նահանգներում դուք, եթե բնակվում եք, ձեր օրենքը ծանոթ եղեք եւ մի մտեք ուրիշի բնակարանի տարածքում, որովհետեւ նման դեպքեր առաջին անգամ չի, վերջին անգամ չի, որ կպատահի։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից նախագահ Թրամփը ներում է տվել որոշ անձիկին, դրա մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը, եթե դուք արսանիկ կնունք նշանտրեք, խնջոք պիտի կազմակերպեք, իրենց ծառայությունից օգտվեք 300, 150 եւ 120 տարողությամբ սրահներ ունեն։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում, դուք կարող եք գնալ իրենցից վերցնել կամ իրենք բերեն deliver անեն ձեր տանը, առաքում համաճար կատարում են, օգտվեք ծառայությունից։ Ծրագիրը նաև հովանավորում է Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը։ Դեռ աշխատանքը Երևան Post-ը չի սկսել։ Շուտով սկսելու է։ Granada Hills եւ շրջակայքում քաղաքները կարող են օգտվել Երևան Post ծառայություն, ծանոթ պիտի իրենց հանձնեք, ղրկեք Հայաստան, շուտով կսկսեն աշխատանք, այդ ժամանակ ես հասցեն եւ հեռախոսը ձեզ կտամ, բայց պատրաստ լինեն նրանք, որ Granada Hills-ում են։ Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը, տեղեր պիտի վերցնեք, կարող եք զանգարել այս հեռախոսահամարին, կամ դուք գնաք տեղատունը, որը գտնվում է Glenox փողոցի վրա եւ Highland փողոցի հենց ճիշտ հատման կետում, հեռախոս շատ հեշտ է ձեզ մոտ արձանագրել կվերադառնա։ Նախագահների այդ իրավասությունն է, կարող է որևէ մարդու ներում տա, եթե federal government-ը, կենտրոնական կառավարության մոտ դատավարություն է տեղի ունեցել եւ նա մեղավորել է։ Նահանգապետը իր նահանգի մեջ կարող է այդպես ներում տա, եթե դատավարությունը այդ նահանգային դատարանում է տեղի ունեցել։
նախագահը չի կարող նահանգային դատարանի հարցերի մեջ մխրճվի, բայց ֆեդերալ գավերնմենթը Ամերիկայի որտեղ լինի, ով մեղավոր է իր իրավունքի մեջ է, իր աշխատանքային ծիրի մեջ է, որ անձին ներում տա։ Հիմա այստեղ տեսնում եք Darryl Strawberry, տեսնում այստեղ շատ հայտնի բեյսբոլ խաղացող էր, բայց հիմա նաև եկեղեցի է գնում, Աստծո խոսքն է քարոզում, ամենայն դեպս ինքը 3 տարի նաև ազատազրկվեն էր, որովհետև այդ ժամանակ իր խնդիրները, որ tax-երը չէր վճարել, հայտնի խաղացող էր, միլիոնավոր դոլար շահում էր եւ այլն, tax-երը չէր վճարել, հետո ուրիշ սխալ աշխատանքներ էր կատարել այդ ժամանակ, բայց 3 տարի էլ ազատազրկեն են, բայց անձի ռեկորդի մեջ է մնում, եթե անձը բանդը գնաց այդքան տարիներ, ուրեմն իր ռեկորդի մեջ է, որտեղ գնում է որպես ոչռագործ են իրենը։ Նախագահ իրեն ներում է տվել, այսպես ուրիշների նաև նախագահ ներում է տվել եւ նաև ներում է տալիս նախագահ քիչ հետո պիտի ցույց տամ մեկ անձնավորությունը Քասադա անունով, Գլեն Քասադա անունով, որ այս Գլեն Քասադան Թենեսիի Lawmaker, Թենեսի նահանգի ներկայացնի տան խոսնակն էր եւ մեղադրվում էր իհարկե իր դատավարությունը սկսվում է նախագահ Թրամփի առաջին նստաշրջանից, ինքը ռիփաբլիկան է, այդ անձնավորությունը Թենեսի նահանգի ներկայացնի տան խոսնակը, դատավարությունը, որ իրեն մեղադրում էին, որ կաշառակերությունը գումար է ընդունել եւ ուրիշ հարցեր կատարել էր իրեն եւ իր աշխատակազմի ղեկավարը սովորաբար chief of staff ունեն, chief of staff-ն է գնում եւ հարմարացնում է, որ անձը ինքը մխրճված չլինի, բայց ամենայն դեպս երբ որ chief of staff-ին տատի տվին, բանից դուրս եկա, որ այդ գումարներ ինչ որ կամ ինչ որ կատարվեն է, իր համար է կատարել եւ հիմա դատավարությունը եկել էր ավարտին, 3 տարի պիտի ազատազրկեին, նախագահը նրան նաեւ ներում է տվել, անցնենք առաջ Darryl Strawberry-ն եք տեսնում, որ իր ռեկորդից ուրեմն լրիվ մաքրվում է, որ ինքը որպես ոչռագործ, որ շատ կարող է։ Ես տեսնում եք ում որ հիմա տեսնում եք այստեղ Գլեն Քասադային եք տեսնում, շատ կարևոր անձնավորություն այդ նահանգում, պատկերացրեք Speaker of the House, շատ կարևոր դիրք է եւ ասացի այդ մեղադրանքները իր հետ կար, որ նախագահը դեռ իրեն չէր գնացել բանդ հանձնվեր, նախագահը իրեն ներում է տալիս։ Իհարկե սա միակ հոգիներն չեն, որ նախագահը ներում է տվել, անցյալում ձեզ ասել էի Սանթոս մեկ անձնավորություն, որ Նյու Յորքի ներկայացնի տան ընտրվեց, բայց ամեն ինչը սուտ էր ասել, գումարներ էր այսպես յուրացրել, խափել էր մարդկանց եւ այլն, կարողացել ներկայացնի տան անդամ լիներ, դատի տվին ռիփաբլիկաններ, հենց ինքը ռիփաբլիկաններ ու մեծամասնությունը հիմա ներկայացնի տան մեջ դատավարություն տեղի ունեցավ, իրեն հանեցին, հետո դատարանը իրեն 7 տարի ֆեդերալ ջաջը իրեն դատավարության համար, այդ կողոպուտի համար 7 տարի բանդ էր նշանակել, նախագահ Թրամփը իրեն մի քանի ամիս էր բանդում էր ապրիլից մինչև վերջերս, նախագահ Թրամփը նրան նաև ներում էր տվել։ Այստեղ տեսնում եք ամերիկյան ֆուտբոլի մեկ ահոյան ճանաչված, որի անունը Անտոնիո Բրաուն։ Անտոնիո Բրաունը այստեղ իրեն տեսնում եք մեկ անգամ մեկի հետ խնդրեմ ունենում, գնում է մեկ խաղի մասնակցելու եւ գնում է ատրճանակ է բերում, կրակում է այդ անձի վրա, մեծ վնաս է ասում անձը չի մահանում։ Հետո թողնում է փախուստ է տալիս Դուբայ կամ Դոբեյ։ Հիմա US Marshal զինվորականները գնացեն իրեն բերեն Նյու Ջերսի, որ տանեն Մայամի, դատի տան իրեն։ Այսպես տեսնում եք 4 ամիս էր, որ
հետո Facebook-ի միջոցով, այս ավելի շուտ social media, տեսեք ինքն է գալիս է ատրճանակով բարկացած է, հետևում է նրա հետ, որ վիճաբանության էր բռնում է ու կրակում է իր վրա այդ մարդու վրա, այստեղ տեսնում եք Անտոնիո Բրաունին եք տեսնում, ասում է, որ մենք գնացնենք ըմբշամարտի բոքսինգի մրցության ժամանակ է լինում եւ այդ անձը իր վրա իրեն աշխատել են իրեն, որովհետեւ սրանք սովորաբար ոսկի են ունենում, մարգարիտներ են ունենում իրենց վրա, ասում է ինքը այդպես է մեղադրում, որ նրանք ուզում էին իրեն կողոպտեին, դրա համար ատրճանակով հետևեն իրենց եւ կրակեն է, այսպես է բացատրում ինքը, իհարկե պետք է գնա դատարան եւ դատավորը լսի, երկու կողմը տեսնի, որն է այդ ճշմարտությունը այդտեղ։ Ես ուզում եմ հիմա խոսել միայն, որ Justice Department-ի մեկ անձնավորություն մի տարօրինակ մենք հիմա վիդեոն չունենք սրա, տարօրինակ դեպք է պատահում, երբ որ գիտեք հիմա նախագահ Թրամփի հրամանով ոստիկաններ են գալիս, որ իրենց դեպքը փակում են, որևէ նշաններ չունեն, գալիս են, որ անօրինականներին ձերբակալեն, տանեն, որ հետո երկրից վտարվի, այս անձը ինքը դատախազության համար է աշխատում։ Տեսնում է սրանք գալիս են, այդպես կոպտում են, իր կարծիքով կոպտեր են այդ մարդկանցը, բարկանում է սանդվիչ ունի իր ձեռքը, այս սանդվիչը թալում է, գցում է դեպի այդ ոստիկանը։ Իհարկե դիպչում է ոստիկանին ընկնում է։ Դատ են բացանում այս մարդու դիմաց, որ ինքը ասացի դատախազության աշխատող էր, դատ են բացանում եւ դատավարությունը տեղի ունեցավ եւ դատավորը ասաց իրենք իհարկե առաջարկում էին, որ սա մեղավոր է, misdemeanor, ավել փոք մեղադրանք ընդունի։ Ինքը չի ընդունում, այս անձը ինչ որ այդ սանդվիչով արված էր կամ գցել էր դեպի ոստիկանները, չի ընդունում։ Դատավորը ասում է մի վնաս չի հասել, լավ այդ սանդվիչը տպել է իրեն հագուստին, վայր ընկել, մանավանդ որ այս ոստիկանները բոլորը շապիկի տակ կամ հագուստի տակ, գիտեք, bulletproof սարքավորում կա այնտեղ, որ եթե կրակում են, չվնասի իրեն։ Ով այդպիսով դատավորը ասում եմ, ես չեմ կարող սրան մեղավոր անել, ազատ է արձակում անձնավորությանը։ Ես հիմա ուզում եմ խոսել մեկ 9 տարեկան երեխայի մասին, որ իր մայրիկի հետ գնում է եւ հետո անհետանում է։ Դպրոցը տեսնում է երեխան մի շաբաթ չի եկել, զանգում է մայրիկին, մայրիկը ուշադրություն չի դարձնում, զանգարում են, փոլիսին հայտնում են, որ այս 9 տարեկան երեխան ժամանակ, այսինքն մի շաբաթ սպասում են, տեսնում են լուրջ կա։ Եվ հենց մեր մոտից Սանտա Բարբարա այստեղ Կալիֆոռնիայում լուր են տալիս, ահա այսպես հետևում են այդ, որ ինչ է պատահել։ Բանից դուրս է գալիս, որ գնում են մեքենա են վարձում, այդ մեքենայով գնում են դեպի արևելյան նահանգները, իսկ երբ հետ է վերադառնում, մեքենայի մեջ երեխա չկա, գնալուց կա, հետ վերադառնալուց երեխա գոյություն չունի, գնալուց այս կինը license plate-ը մեքենայի փոխում է, երբ որ վարձում է այդ ռենտեքարից վարձում է, որ հեռանում է, հետո կանգնում է license plate-ը փոխած է լինում, այստեղից որ հեռանում է, license, այսինքն գնալիս դեպի արևելյան նահանգները, license plate-ը ուրիշ մեքենայի license plate-ը, երբ վերադառնում է, այնինչ որ այդ ռենտեքարին պատկանող մեքենայի license plate-ը հետ է վերադարձում։ Ես հիմա ուզում եմ այստեղ ցուցադրել, այդ 9 տարեկան աղջիկն է, ինչ որ չեն կարողանում իրեն գտնեն, որ ուր է գնացել։ Այստեղ տեսնում եք մայրիկին է ինչ որ Սանտա Բարբարայում ձերբակալել են Ashley Buzzard անունով է, Մելոդին 9 տարեկան այդ երեխան է, տեսնում եք գնացել են, մազերը ինչ որ տեղադրել էին արհեստական մազերը։ Այստեղ տեսնում եք Կալիֆոռնիայից գնում են
1500 մայլ Նեբրասկա գնում են, հետո Նեբրասկայից հետ է գալիս գնալուց 2 հոգով, վերադառնալուց 1 հոգով, գնալուց ուրիշ license plate տեղադրում է, հետ գալուց ճիշտ license plate հետ է վերադարձնում, իսկ իրեն այդ պատճառով չեն ձերբակալել, որովհետև եւ չի համագործակցում, չի պատասխանում հոկտեմբերի 7-ին, երբ որ գնացել, մայրը չի պատասխանում, բայց մեկ ուրիշ անձնավորություն իր հետ պրոբլեմը սա իր Կալիֆոռնիայի license plate-ն է, բայց ինքը Նյու Յորքի license plate էր տեղադրել, որ սուտ license plate։ Յութա, Քոլորադոյի մոտ տեսել են երեխային այդ հոկտեմբերի 9-ին, իսկ նայից հետո որ մայրը եկել է, միայնակ է հետ վերադարձել, այստեղ տեսնում եք այդտեղ գալիս է մեքենան հետ է դարձնում եւ պոլիսները, դետեկտիվները տեսնում են մի փոքր պրոբլեմը ունեցել այս կինը, այդ բերումով գնացել են իրեն ձերբակալել են եւ $100,000 բեյլ են պահանջել, որ թույլ տան բանդից գնա։ Տեսնում եք այսպես ինչ որ Յութա, Քոլորադո բորդերը գնացել էին ու կորեն այդպես։ Ամենայն դեպս ուզում եմ սա ասել, որ Ալ Կապոնը ամենամեծ, այսպես ասեն, գանգստերը իրեն ուրիշ պատճառով նախապես կարողացան ձերբակալել, հետո մեղադրանքները ավելացավ։ Հիմա պոլիսը երբեմն եթե մեկը ուրիշ մեղքեր ունի, ուրեմն այդ բերումով իրեն պոլիսը ասում է մենք իրեն չենք ձերբակալել այդ երեխայի կորուստի համար, այլ ձերբակալեն են, որովհետև մեկը բողոք է ունեցել իրեն հետ վիճաբանության գրվի մեջ է մտել, բայց մանրամասնություն չեն ասում ինչ է պատահել, դրա համար են իրեն ձերբակալել։ Ես ուզում եմ խոսել, ռոբոտները ինչ որ օգտվում են հիմա, որպեսզի ավել քիչ աշխատակազմ ունենան։ Օրինակի համար գիտեք Amazon-ը մեծ ընկերություն է, շատ ռոբոտներ օգտվում եւ ասել է շատ ավել օգտագործելու է, աշխատակազմ օրինակ 14000-ի իջեցնելու եւ ահա այդ անցյալին մար այդքան կարող է աշխատողի կարիքը չլինի, իսկ Ամերիկան տոկոսային հարաբերությամբ հետ է մնում շատ երկրներից, այստեղ տեսնում եք ով ամենաշատն է օգտագործում, տեսնում եք Հարավային Կորեայում ամեն 10,000 աշխատողի փոխարեն քանի ռոբոտ են բերել տեղադրել, որ այդ աշխատանքը կատարի։ Ուրեմն տեսնում եք 1000 բերեն են։ Սինգապուրը 770 ռոբոտ է օգտագործում ամեն 10,000 աշխատողի, Չինաստանը 470, Գերմանիան, Ժապոնիան, Շվեդիան, Դանմարկը, Սլովենիա, Շվեյցարիան, տեսնում եք Սվիցերլանդ եւ Ամերիկան գտնվում է այդ հիման վրա 10-րդ երկիրն է, որ ռոբոտների այսպես աշխատացնելու ուրիշ երկրները թվում է ռոբոտները ավել են օգտագործում իրենց երկրում, քան թե ինչ որ օրինակ Ամերիկան է կամ ասացի 10-րդն է այս բերումով։ Աշխարհի ամենաերկարաբոյ բասկետ պլեյերը, այստեղ տեսնում եք 7 ֆիտ 9 ինչ բոյ ունի։ Պատկերացրեք 2 մետր 35 սանտիմետր, այսպես տեսեք մյուսն էլ երկարաբոյ, բայց ինքը տեսեք իր ասակակիցների հետ, այստեղ տեսնում եք, որ բեյսբոլի խաղացողը իհարկե խաղ ունեին, այստեղ տեսնում եք եւ ախտվեցին, բայց ամենայն դեպս աշխարհի ամենաերկարաբոյ տղային եք տեսնում 19 տարեկան է ընդամենը, գիտեք երեխաները, տղաները մինչև 22-3 կարող է մինչև 25 տարեկան մի քիչ ավել բարձրանում են, աղջիկները սովորաբար ավել շուտ իրենց բոյը մինչև 18 տարեկանում մասամբ հայտնի է բոյը ինչքան է լինի, բայց տղաները առիթ ունեն ավել բարձրանալու եւ այս երեխան 7 ֆիտ 9 ինչ բոյ ունեցող անձնավորությունը 230 մոտարապես
5 սանտիմետր, դեռ կարող է մի քիչ էլ երկար իր բոյը։ Ես ուզում եմ խոսել մեկ վերլուծապանի մասին, մեկ անձնավորություն Ամերիկայում, որ ճանաչված, ինքը նախապես ամերիկյան ֆուտբոլի quarterback-ն էր, quarterback-ը այն է, որ գնդակը շթում է, ճանաչված անձնավորություն էր, հետո երբ որ տարիներ խաղացել էր, դառնում է վերլուծապան, իրենց TV-ները վարձում են, իրեն վարձում են 13.5 միլիոն տարեկան, տալիս են, որ խաղերը, մրցությունները TV-ով, հեռուստատեսությամբ բացատրի հանրությանը, որ ինչու էսպես եղավ, այնպես եղավ, մանրամասնությունները ամենաբան վերլուծաբան էր։ Իսկ այս Սանչեզ անունով անձնավորությունը մի օր խմիշ շատ է օգտագործում, պատկերացրեք այս վերլուծաբանը մի օր խմիշք է օգտագործում, գնում է միտեղ կես գիշերին, մեկ անձ, որ եկել է, գնում է նկուղից աղբերը հանի տանի, նրա հետ կռվի է բռնվում, հետո ես հիմա ցույց տամ այդտեղից բացատրեմ, տեսնում եք ֆաքս ձախում տեսնում եք իրեն, որ կարևոր ալիք է, աչում տեսակ իրեն, նախապես quarterback էր, ճանաչված անձ էր, ամենայն դեպս այդ օրը, այսպես Մարկ Սանչեզ անունով, այստեղ տեսնում եք փոլիսը գալիս է, երբ որ այդ բռնվում է, այստեղ տեսնում եք խմիշքը օգտագործել քայլում է եւ ասում է truck driver-ը ասում է, որ տանակը հանում է եւ ասում է ես կարծում եմ, որ ուզում է ինձ սպանի, հետո մարզիկ է նա, truck driver-ը ավել տարեց մարդ էր, 50 քանի տարեկան մարդ է լինում, ասում է ես կարծում եմ ինձ ուզում է սպանի, եթե օրենքն այս երկրի դուք ձեզ պաշտպանեք կամ պաշտպանվեք։ Ատրճանակ է բերում կրակում է, այստեղ տեսնում եք այս ֆուտբոլիստին կամ այս մեկնաբանին եք տեսնում, որ դատավարություն պիտի տեղի ունենա այդ truck driver-ը տատ է բացարել եւ միլիոնավոր դոլարներ վնաս է պահանջում իրենից, որ դատավարություն երևի ապակայում պիտի տեղի ունենա։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը մի տղա, որ մատերը, ձեռքի մատերը չունի, իրեն ցուցադրեմ ձեզ, նրանից հետո պետք է խոսեմ նաև Եգիպտոսում այդ թանգարան, ինչ որ այս շաբաթ բացվել էր, անցյալ շաբաթ բացվել էր, իրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն հովանավորում ծրագիրը, եթե ակսիդենտ եք ունենում, ավտովթար եք ունենում, զանգարեք այստեղ ժամադրություն վերցրեք, բոլորը իրենք հայր եւ իրեն երկու դուստրը փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, որ եթե մտահոգություններ ձեր մտահոգությունը, այսինքն իրենց հանձնեք, եթե ակսիդենտ եք ունենում, եթե ավտովթար ունենաք, այստեղ զանգարեք 818 244 47 47 ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Փարքեր Ջահանգիր հովանավորում է, եթե ալերգի եւ ասմա խնդիրներն ունեք, 31 տարվա փորձառություն ունի, սա հեռախոսը համարն է Գլենոքս փողոցի վրա գտնվող ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում ամենացածր գինը, եթե ծանրոց ունեք, ուզում եք Հայաստան ղրկեք։ Սրանից ցածը չեք գտնի, կարող համավասար գտնեք, բայց սրանից ցածը գոյություն չունի։ Երևան Shipping երկու կենտրոն ունի, Լանկշին փողոց Նորթ Հոլիվուդ, Գլենդելում, East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում է։ Իսկ գումար եթե ցանկություն ունեք Հայաստան ղրկել, այդ մի տոկոսով $100 ուղարկեք, $1 եք վճարում, $500 ղրկեք, $5 կվճարեք, կվերադառնա։ Լուիվիլ քաղաքում այս 4-րդ բաժանմունքի աշակերտը ծնվել է
մի ձեռքը տեսնում եք պրոբլեմ ունեցել, միշտ պրոբլեմ ունեցել։ Իսկ երբ դառնում է 4-րդ բաժանմունքի երեխա, իր ուսուցիչներից մեկը բերում է եւ աշխատում է, որ արհեստական մատեր կարողանա միացնի իր ձեռքին 4D printer ինչ որ կոչվում է, այդ printer-ով աշխատում է այս երեխային օգնի, որ ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, հիմա տեսնում եք Քենթաքի քաղաքում, որ Լուիվիլի շատ մոտիկ է, փոքրիկ քաղաք է։ Տեսնում եք, ծնվել է ձեռքը այդպես է եղել։ Ծնե այդ ձեռքը չի ունեցել, բայց միշտ ուրախ է եղել, դրանով անդարձ եթե մի բան պակաս է։ Սա ուսուցիչն է, որ 4D printer-ն եք տեսնում եւ դրանով այս 4th grader 4-րդ բաժանի 25 ժամ այդ աշխատանքը անում է, պատրաստում է կտորները, 4 ժամ պատրաստում է հավաքի, $20 ընդամենը ծախս է լինում, որտեվ այդ ուսուցիչը առավել աշխատանք էր կատարել, որպեսզի ուրախացնի։ Տեսնում եք, ձեռքը տրված է, հիմա ինքը ցույց է տալիս, որ կարող է իր մատերը շարժի, իր ուսուցիչին շնորհակալ եւ ցույց է տալիս, տեսնում եք, բաժակ չէր կարող երբևիցե այդ չուներ մատեր, որ կարողանար օգտվել։ Իսկ այստեղ ուրախությամբ այս քաշում է այդ ծերնոցունի իր ուսուցիչի հետ եք տեսնում, որ ուրախությամբ տոնում են, այսինքն որ սրանից հետո կարող է իր որպես մատեր կարողանա օգտվել։ Ես ուզում եմ խոսել մեկ 36 տարեկան ոճրագործի, որ գալիս է Մուրիեթա։ Մուրիեթա մեզ եթե դեպի Սան Դիեգո գնում եք, այդտեղ մի քաղաք է, մասամբ նորաշեն քաղաք է, բայց ամենայն դեպս այս ոճրագործ գալիս է, եթե ոճրագործը ամենտեղ գնում են, ամենտեղ գնում է, մտնում է մի տուն եւ սպանում է, ամուսիններ են լինում տարեց, շարունակենք, սպանում է Մուրիեթա քաղաքը տեսնում եք այդտեղ, սպանում է ինչով, դանակով եւ պտուտիչով, այսինքն screwdriver, պտուտիչով եւ դանակով սպանում է ամուսնու, կինը վիրավորվում է խիստ եւ երբ որ աղմուկ է լինում, զանգարում են, գալիս են եւ իրեն ձերբակալում են այս 36 տարեկան ոճրագործին, որ գիտեք առաջի ու վերջի անգամ չի ոճրագործները հիմա երբեմն համարձակ են մտնում են, տեսնում եք իրենց բնակարանի մեջ ու այսպես վնաս են հասցնում այս ընտանիքին։ Ես մի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Եգիպտոսի այս artifact, այս թանգարան է նոր բացվել Եգիպտոսում, մի քանի օր առաջ բացին եւ ցած ցուցադրեմ այնտեղ ինչ են ցուցադրում, երևի ամենակարևոր թանգարաններից, որ բացվել է, դա պիտի ցուցադրեմ ցեզ։ Իսկ ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Դաշնամուր գնելիս, վարձելիս այցելեք Hollywood Piano-ն։ Hollywood Piano-ն գտնվում է Pasadena քաղաքում, բայց անմիջապես Գլենդելի հարևանության է գտնվում Hollywood Piano-ն։ 1928 թվականից աշխատում է, որևէ երկիր դաշնամուր է արտադրում իրենք ունե։ Այս 97 տարվա ընթացքին աշխատեն ամենամեծ դաշնամուրի խանութն է Ամերիկայում, 2 հարկի մեջ 100-ավոր դաշնամուր այնտեղ կգտնեք գնելու կամ վարձելու համար։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Եթե աչքերի հետ խնդրեմ ունեք, ագնոցի կարիք ունեք, վիրահատության կարիք ունի ձեր աչքը, 32 տարի աշխատում է այս բժիշկը, 7 տարբեր կենտրոն ունի։ Գլենդելում գտնվում է Կոլորադո եւ այստեղ տեսնում եք Ջաքսոն փողոց եւ Գլենդել ավենյուն հատում են իրար, ճիշտ այդ անկյունի վրա է իր գրասենյակը, բայց ամենայն դեպս հեռադրանեք ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, պատրաստի ճաշ ունեն իրենք։
այստեղ տեսնում եք Ռաֆիզ Մարքեթի հասցեն նաև տեսնում եք ամեն օր 7 օր աշխատում են, այցելեք կվերադառնա։ Եգիպտոսը 7000 տարվա civilization կամ քաղաքակրթություն ունի հին երկրներից մեկն է ինչպես Հայաստանը եւ հիմա 103 տարի առաջ գտան որ archaeologist-ները այսպես հնագիտական այդ աշխատողները անդրադարձան որ այս թագավոր Թութանհամն այդտեղ թաղված է եւ նաեւ այսպես արժեքավոր իրեր կա այդտեղ ամենայն դեպս այդ աշխատանքը տարիների ընթացքին տեղի ունեցավ եւ հիմա մի քանի օր առաջ մի բիլիոն իհարկե կառավարությունը Եգիպտոսի տրամադրել որ այս մյուզեում բացեն ամենա Grand Egyptian Museum այսպես խոշոր թանգարան իրենց է եւ այդ թագավորին վերաբերող ինչ որ կապված է տեղադրել են այստեղ առաջին օրը երբ բացարին 18000 մարդ այցելեց այս թանգարանը արդեն մի քանի օր է որ բացվել է եւ այսպես 100,000-ից ավել մարդ արդեն գնացել է տեսնելու 4.5 այսինքն մեկ քիչ հետո կտեսնեք տեսնում եք այսպես այդ 103 տարի առաջվանից սկսել էին բայց 50-ական 1950-ական թվականներին այս մյուզեն եք տեսնում ամեն ինչը տեղադրել են այդտեղ եւ $4500 առաջվա ինչ որ տեսնում եք 4500 առաջվա այս իրերն այս նավն է տեսնում եք այդտեղ հիմա իհարկե աշխատել են վերանորոգել են 4500 տարի հին էր այդ նավը ինչ որ այդտեղ տեսնում էիք construction կամ շենքի կառուցման աշխատանքը սկսվեց 2012 թվին Թութանհամոն թագավորի բոլոր թանգարանի իրերը այսպես ասացի այս հնագիտնականները կարողացել են հանել հավաքել 100,000 այսպես artifacts կամ artifacts գտել են տեղադրել են այստեղ եւ գիտեք այնտեղ պիրամիդներն էլ նաեւ այդ բուրգերը կարեւոր են բայց սա նաեւ կարևոր տեսարժան մյուզեյ է ինչ որ աշխարհով մեկ գնում են այցելելու տեսնելու այս մյուզեում չտեսնված իրեր ինչ որ տեղադրված այստեղ ես ուզում եմ հիմա ցույց տալ սպիտակ տունը նախագահ Թրամփը հրաման տվեց որ այդ East Wing-ը արևելյան թևը փլեցրել են ասում է որ 90,000 square feet 9042 կիլոմետր հանդիսասրահ է պատրաստում իսկ ես ուզում եմ նախագահների տարբեր տարիների ընթացքում երբ որ նոր նախագահ գալիս է եւ այդտեղ բոլոր վարակույրները սպիտակ տանը փոխում են բոլոր գորգերը փոխում են այսպես ցույց ցուցադրեմ գույները որն է ընդհանուր որ պատերը եւ այլն ինչպես են տեղադրում ուզում եմ այստեղ ցույց տալ սա տարիների ընթացքին է Ֆրանկլին Ռուզվելտ տեսնում եք գորգը որ սպիտակ տան մեջ տեղադրում էին հետո վարակույրներն եք տեսնում պատերի գույնն եք տեսնում որ ներկում էին կամ թղթեր են կպցնում այսպես է լինում այստեղ Հարի Թրումանը նորից տեսնում եք գորգը որ օգտվում էր սպիտակ տան մեջ իր վարակույրները սպիտակ տան մեջ գորգերը ինչ որ օգտվում էին պատերը ինչ որ ներկում կամ թղթեր կպցնում են այսպես Dwight Eisenhower-ին եք տեսնում John F. Kennedy գորգը կարմիրի կամ մռուն գույնի գորգերը տեսնում եք վարակույրը գրասեղանը Lyndon Johnson
Այստեղ տեսնում եք իր այդ վարակույրներն եք տեսնում, գորգը կամ խալին, որ գետնի վրա էր եւ պատի տեսնում եք ինչ ներկեր։ Ռիչարդ Նիքսոնին եք տեսնում, այսպես Ջերալդ Ֆորդ, բոլորը Ջիմի Քարտեր, Ռոնալդ Ռեյգան տեսնում եք, տեսնում եք Ռոնալդ Ռեյգանի ժամանակ իր երկրորդ նստաշրջանի ժամանակ էր, այնտեղ տեսնում եք, որ գորգը խալին ինչ էր գետնի վրա տրած, այստեղ տեսնում եք վարակույրներն եք տեսնում եւ այստեղ պատը ինչ գույն ուներ, տեսնում եք մասամբ շատ գույն չուներ։ Այսպես տեսնում եք անցնենք առաջ եւ Ջորջ Բայդենի ժամանակ եք տեսնում, խալին եք տեսնում, այստեղ drapes կամ վարակույրներն եք տեսնում եւ այստեղ պատը տեսեք ինչպես է։ Իսկ Թրամփի ժամանակ այսպես Դոնալդ Թրամփ տեսնում եք գորգը, վարակույրները եւ պատը ինչ այդ թուղ կամ ներկերն են ինչպես է երևում բոլոր նախագահների այս է եղել այս վերջին 1940-ական թվականներից մինչ հիմա գրասեղանները միշտ պահում են հետո հետ են բերում նախագահ որը ցանկություն ունի վերցնում է հիմա Թրամփը ինչ որ օգտագործում է այս գրասեղանն է շատ նախագահներ սա հավանել են շատ ժամանակ այս գրասեղանն են օգտագործել Սպիտակ տան մեջ ես մի տաթար վերցնեմ եւ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պիտի խոսեմ նաեւ սկամի մասին պետք է խոսեմ հետո նաեւ դրանից հետո խոսեմ Վենեսուելայի վրա հարձակում տեղի ունեցավ նախագահի հրամանով իսկ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը Colorado-ի մրթել այսինքն Central եւ մրթել փողոցի հատման կետում է գտնվում Court Furniture-ը իսկ իրենք խանութներ ունեն 100-ից ավել խանութ ունեն Ամերիկայի մեջ ուր որ բնակվում եք մոտարապես մի Court Furniture կլինի ձեզ մոտ Նյու Յորք քաղաքն է ապրում նահանգը Նյու Յորքում ուրիշ ունեն նաև բացի Նյու Յորք քաղաքը Ֆլորիդա է ապրում Սան Ֆրանցիսկո է ապրում Ֆլորիդայի Մայամի քաղաքն է ապրում ունեն խանութներ նոր մատրես գնելիս այցելեք Court Furniture նաև գրասեղան աթոռներ կարող եք գտնել Court Furniture-ում Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե հրդեհ տեղ ունեցած է տանը կամ բիզնեսում, եթե bankruptcy պիտի ֆայլանեք կամ եթե accident եք ունենում, զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Մինչև մի մոտարապես 2 տարի առաջ այսպես էր որ այս հեռաձայնելը ինչ որ հեռախոսում էին կարողացել էին որոշ մասամբ պատժել նրանք որ massայական հեռախոսը գալիս է ամեն հեռախոսին եւ մի բան են ուզում վաճառեն հիմա մինակ այդպես չի որ ուզում են վաճառել այլ ուրիշ պատճառներ նաեւ կարող է ունենալ եւ հիմա 20%-ով երևի դուք էլ զգացել եք որ ավել շատ այս սկամը սուտ հեռախոսներ ապրանք վաճառող հեռախոսները ավել շատ է տեղի ունենում որովհետեւ այդ պատժամիջոցները կարծես դադարեցրեն են հիմա ես ուզում եմ ցուցադրել Եվ ահա այսպես տեսնում եք անընդհատ երբ գրում են no caller ID ասում եք զանգերն ենք ֆեդերալ գավերնմենթի կողմից են զանգում մեսեջներ են թողնում ասում է որ շատ կարևոր է որ քո հետ խոսենք ինչքան շուտ մինչև այս approval-ը չի ժամկետը ավարտվել այսպես անընդհատ խանգարում են ամենայն դեպս spam կամ այդ սուտ ռոբոքալերը 20%-ով ավել շատ է հիմա քան թե ժամանակ առաջ այսպես տեսնում եք բոլորը դժգոհում են եւ իրենց դժգոհություն են հայտնում 420 միլիոն ավել հեռախոս կա հիմա քան թե նախկինում եւ AI-ով այս artificial intelligence-ով աշխատում են զոհեր փնտրեն օգտվեն այս բոլոր
հեռախոսները ինչ որ տեսնում եք կեսից ավելը տեղադրեն FCC-ին ասում է որ հարկավոր որ caller ID լինի կամ ֆիլտր լինի որպեսի բարձ լինի ով է զանգարում եւ robocalls պակսել էր telecom industry-ին պակսել էր բայց հիմա այդպես չի ավելի շատացել է եւ phone company-ները դրա համար է որ գրում է spam կամ scammers կամ հիմա ավելի շատ գրվում է հեռախոսի ձեր վրա որ աշխատում են կարողանան գտնեն որ ովքեր են սրանք կարողանան իրենց աշխատանքը խանգարեն այս մեծ ընկերությունը AT&T եւ T-Mobile-ի վայլն աշխատում են կարողանան իրենց չեզոքացնեն բայց շատ դժվար է ասացի ավելի շատ է հիմա հեռախոսում են քան թե անցյալը ես ուզում եմ խոսել նախագահ Թրամփի հրամանով 20-րդ անգամ է որ Վենեսուելայից նավակներ դուրս էին գալիս հարձակվեցին ու այսպես վերացրին այդ նավակները նախագահը մեղադրում է որ Վենեսուելայից այսպես եւ 70 հոգի մինչեւ հիմա այս նավակների մեջ են եղել որ սպանվել են մահացել են ռմբակոծումի հետևանքով Սա հոկտեմբերի 22-ին անցյալ ամիս էր, որ հրաման տվեց նախագահը, որ Ջորջ Վաշինգթոն, Ջերալդ Ֆորդ ամենախոշոր ռազմանավը միջերկրականից, որը Իսրայելի սահմանում էր, գա դեպի Ամերիկա եւ փոքրիկ նավակներ, նաեւ ռազմանավեր իր հետ գալիս է 10,000 զինվորական կա այդտեղ նավերով եւ 5,000 այդ Ջերալդ Ֆորդ ռազմանավի մեջ մարդիկ կան, այսինքն զինվորականներ կան, որ գալու են Վենեսուելայի սահմանի վրա։ Մադերոին եք տեսնում, որտեղ իր ժողովրդին ասում է պատրաստ լինեն, որտեղ կարող է հարձակում լինի Ամերիկայի կողմից։ Իհարկե սա հստակ է, որ ամերիկան զինվորական չի իջեցնելու որևէ երկրում այդ տարիները, որ իրենք այդ փորձը ունեն, գիտեն դժվար է, բացի վնաս, դա կլիներ Իրաքից հետո մանավանդ, որ 8 տարի պատերազմ տեղի ունեցավ, միլիոնավոր դոլար ծախսեցին, 450 մարդ մահացավ, դա է, որ զինվորական չեն իջեցնի։ Իսկ հիմա հարցը սա է, որ արդյոք Վենեսուելան է այդ ինչ որ դրակ գալիս այս երկիրը թե ուրիշ տեղից է գալիս։ Եթե նայում ենք, տեսնում ենք ֆենթանոլ, որ ամենախոշոր դրագն է, այդ դրագ վաճառող ընկերությունները, քարտելները Չինաստանից նյութը վերցնում են, գնում են, Մեքսիկոում հաբեր են պատրաստում, ֆենթանոլը ամենամեծ զոհն է խլում հիմա, 70-ից մինչև 100,000 մարդ է մահանում, երիտասարդներ, միջահասակներ, որ ֆենթանոլ են օգտագործում, որևէ ուրիշ դրագ այսպես չի սպանում, օրինակ հերոինը, մորֆինը եւ այլն։ Բոլորը գալիս է Մեքսիկոից է գալիս, այդ ֆենթանոլը գալիս է Մեքսիկոից։ Իսկ ուրիշ դրագներ, մարիհուանա, այդ հարցերը մեծ մասը գալիս է երկրներից, որ գալիս է Կոլոմբիայից է գալիս, Բոլիվիայից է գալիս, Էկվադորից է գալիս, այդ երկրներից է գալիս։ Վենեսուելայից նաև դրագ է գալիս այս երկրին, ինչպես ամեն տեղից գալիս է դրագ է գալիս, որտեղ սա ամենամեծ շուկան է դրագի, ամերիկան ամենախոշոր շուկան է դրագի։ Նախագահ սահմանը, հարավային սահմանը փակել է, որ դա նաև օգնում է, որ դրագը իշտությամբ չկա, բայց ամենայն դեպս Վենեսուելայի ռմբակոծումները հատկապես կատարում է, որպեսի երկրում վերջվերջո այսպես անտիմատիր խումբեր կան, մարդիկ կան, չեն ուզում Մադուրոյի այդ ռեժիմը ուզում են չլինի, ուրեմն այդպես որպես խրախուսվեն, որ բարձրանան ու տապալեն ռեժիմը, իրենք տապալեն ռեժիմը, այդ է թվում նախագահի նպատակը։ Հիմա բայց որոշ անգամ
Republican senator-ներ, դեմոկրատները բոլորը դրան դեմ են, որ ամերիկան գնա որևէ նավ անցնում է գնա ռմբակոծի եւ այդ անձիկ ինչ որ նավակի մեջ են մահանան, դա համաշխարհային համաշխարհային օրենքներն է։ Այս երկիրը այդ տեսակետից ի տարբերություն ուրիշ երկրների անձին տատի են տալիս։ Եթե մեղավոր է որոշ նահանգներում կախաղան են բարձրացնում, Կալիֆոռնիան օրինակ կախաղան չի բարձրացնում, բայց ամենայն դեպս տատի են տալիս։ Եվ երբ, ինչպես միշտ ասել եմ, այս երկրում այսպես է, որ որևէ մարդ մեղավոր չի մինչև տանեն դատարան եւ դատավարություն տեղի ունենա եւ փաստեն, որ անձը մեղավոր է, հետո դա ուրիշ հարց է դառնում իրեն ցմահ բանդարկություն, 10 տարի բանդարկություն կամ կախաղան բարձրացնել է, բայց այստեղ ոմանք ասում են եղել է նրանք որ Իրանի ռեժիմին ծանոթ էին, մեկ կղերական կար Այաթոլլա Խալխալի անունով, որ Խոմեյնին իրեն նշանակել էր որպես դատախազը Իրանի 550 մարդ դրանք բոլոր անցյալ նախկին ռեժիմի գեներալներ, նախարարներ, մարդիկ, հարուստներ, բոլորին այսպես կախաղան բարձրացրեց կամ կրակեցին ու սպանեցին։ Երբ իրեն ասում էին, որ բայց դատավարություն պիտի տեղի ունենա, որ իմանաք այդ մարդու մեղքը որն է, որ դուք կրակում եք, սպանում եք այդ մարդկանց, դատի չեք տալիս, որոշում ես ու ինքը ասում էր, որ դա եթե անմեղ է կգնա դրախտա գնալու, ուրեմն կարևոր չի։ Եթե մեղավոր է, ուրեմն մենք ճիշտ է, որ իրեն սպանել ենք, որտեղ ինքը մեղավոր է։ Հիմա massամբ այսպես վիճակ է ստեղծել, որ առաջ սպանում են, հետո կորոշվի, որ մեղավոր են, թե մեղավոր չեն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պիտի խոսեմ ծրագիրը շարունակեմ Miss Universe-ի մասին եւ հետո Դեյվիդ Բեքհեմի մասին։ Իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա թաթի տակ վերք է լինում, քայլում եք շնչասպառ եք լինում, սա մասնագետն է, այս հեռախոսահամարն է 4 կենտրոններ ունի, Orange County, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616 East Colorado փողոց, Jackpot հովանավորում է ծրագիրը, եթե հագուստ պիտի գնեք, եթե կոշիկներ, գեղեցիկ կոշիկներ, գեղեցիկ պայուսակներ, Jackpot այցելեք, Jackpot-ը իրեն թահանգայի խանութը փակեն է եւ առաջարկում է ձեզ, ինչ որ այստեղ տեսնում եք, բոլորը նորություն է, ինչ որ բերեն են, եւ դուք կարող եք այցելեք, գնեք, այս ինչ որ առաջարկվում է Jackpot։ Մեկ կող, մեքենա է կողանում, պոլիսը հետևում է ու հետո հանկարծ տեսնում են անհետացել է, եթե այստեղ տեսանյութ տեսնեք, հետո բանից դուրս է գալիս առաստաղի մեջ է գնացել, այդպես տեսնում եք, երբ հետևում են, ամենայն դեպս առաստաղից վայր են գնում ու պոլիսը ձերբակալում է այս ոճրագործին։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Miss Universe, Թայլանդում տեղի էր ունենում Miss Universe-ի այս ընտրություններ տեղի ունենում եւ այստեղ տեսնում եք նաեւ Հայաստանի Miss Armenia, այստեղ տեսնում եք անցնենք առաջ, որտեղ Փեգի Ղարաբեկյանը ներկայացուցիչ էր նաեւ։ Իսկ Մեքսիկոյի գեղեցկուհուն այդ անձը ինչ որ պատասխանատուն մեղադրում է, որ օրենք է խախտել, activity on social media ասում է, եւ պահանջում է, որ իրեն այս Մեքսիկոյի այս գեղեցկուհուն աշխատանքից հանեն, հետո բանից դուրս է գալիս, որ այդ պատասխանատուն սխալվել է, հետ է վերադառնում ու ներողություն է խնդրում այդ Մեքսիկոյի։ Ամենայն դեպս Հայաստանի ուրեմն գեղեցկուհուն տեսակ այստեղ, որ հիմա Miss Universe Թայլանդում տեղի ունեցող աշխատանքը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից Դեյվիդ Բեքհեմի մասին խոսեմ եւ Շունին ինչ որ քլոն են արել
դրան անդրադառնամ ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է ծրագիրը Yugo Shipping ձեզ առաջարկում եթե Հոլիվուդում է գտնվում Լոս Անջելես տեսնում եք Հոլիվուդը ինչ որ այստեղ հարավում ոչ թե Նորթ Հոլիվուդ այլ Հոլիվուդում է գտնվում Sunset փողոցի վրա եթե մի ծանոթ որևէ չափի գնեք մյուս ծանոթը ձեզ անվճար են տալու ուրեմն մեկ ծանոթ գնեք որևէ չափի երկրորդ ծանոթը անվճար է տեսնում եք այստեղ իսկ եթե գումար պիտի փոխանցեք եթե ծանոթը օթանավով կուզեք ղրկել փոխարեն նավի միջոցով մի փանդը $2.99 է առաջարկում իսկ գումար փոխանցելիս կարող են այդ գումարը ինչ որ ղրկում եք Հայաստան տանեն տուն եւ հանձնեն բնակարանում ձեր ազգականի բարեկամին ում որ պետք է ուղարկել ընդամենը 2% են պահանջում ծրագիրը հովանավորում է Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը Անաշե գիֆտը ձեզ առաջարկում այս էլեկտրական սուրճ պատրաստելու համանը ձեզ առաջարկում է ընդամենը $9.99 19.99 իջեցրել են $9.99 ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում իրենք բաս ունեն մինի բաս ունեն ձեզ կտանեն ու կվերադարձնեն այնտեղ կարող եք ժամ անցկացնել ձեր հասակակիցների հետ խաղերով եւ ուրիշ զբաղումունքներով կվերադառնա Դեյվիդ Բեքհեմ որ աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստ այն ֆուտբոլը որ մենք գիտենք ոտքով շթում էին գնդակը իրեն ազնվականի կամ ասպետի տիտղոս Knight տիտղոսը տվեց թագավորը Անգլիայի թագավորը իրեն այդ տիտղոսը տվեց եւ գիտեք հիմա ինքը ֆուտբոլի տեր է Ամերիկայում Ֆլորիդայում եւ այստեղ տեսնում եք Չարլզ թագավորը այսպես իրեն արժանացրեց այս մեդալի եւ այդ տիտղոսի ինչ որ տեսնում եք Դեյվիդ Բեքհեմ իր խաղերից տեսնում եք երիտասարդ ժամանակ ավել երիտասարդ այսինքն հիմա էլ նաև երիտասարդ է երիտիկնոջ հետ եք տեսնում UNICEF-ին շատ օգտակար է եղել եւ մանկությունից խաղացել է ֆուտբոլը սիրել ու հիմա էլ արժանանում է տիտղոսի ես հիմա վերջավորության ուզում եմ խոսել շունին կենթանիներին քլոն են անում անցյալում ձեզ ասեմ ոչխարին առաջի անգամ քլոն արել իսկ այստեղ Ամերիկայի Թոմ Բրեյդի ամենաճանաչված ֆուտբոլիստը ֆուտբոլը ամերիկյան ֆուտբոլի ախոյան որ 7 անգամ ոչ ոք այսպես չի արժանացել այս պատվին 7 անգամ հաղթանակ է շահել իր խաղի միջոցով գիտեք ֆուտբոլի մեջ quarterback-ը նա որ գնդակը ձեռքով շտում է կամ ղրկում է կամ գցում է ամենակարևոր խաղացողն է ինքը այս տարիների ընթացքին ինչ որ խաղում էր հարյուրավոր միլիոնավոր դոլար գումար է կարողանում ստանալ հիմա դարձել է մեկնաբան այդ ամերիկյան ֆուտբոլի մեկնաբանն է 41 միլիոն դոլար տարեկան իրեն աշխատավարձն է այդ աշխատանքի համար ամենայն դեպս իր շանը 2023 թվին մահանում է արյունը պահում են իր շանը քլոն են անում հիմա երբ որ քլոն են անում լրիվ նույնը չի կարող է մի քիչ տարբեր լինի այստեղ կտեսնեք քլոնելածը մի քիչ ավել գույնը ավել այդքան բաց գույնով չի ինչ որ այդ շունը ինչ որ մահացել էր 2023 թվին իսկ եւ ինքը ասում է այսպեսով կարող եք ձեր շանը պահեք շանը քլոն անելու համար 10-ից 50,000 դոլար ծախսի են այում կապված իրենք որոշում են որ
այդ ինչ է լինելու ճիշտ գումարը։ Իսկ հիմա բանից դուրս է գալիս, որ ինքը մեկ ընկերություն, որ այդ աշխատանքը անում է 2 տարի առաջ, ինվեստոր է այդ ընկերությանը եւ ուրեմն այսպիսով մեծ ռեկլամ է տեղի ունենում, որ այս ճանաչված ամերիկյան ֆուտբոլի ամենաճանաչված անձնավորությունը biosciences, տեսնում եք, կլոն արել իրեն շանը եւ այսպիսով ունի հիմա մեկ շուն փոխարինելու այս biotech company-ները այդ աշխատանքը անում են եւ ինքը ասում է, որ նրանք որ ցանկություն ունեն տեսնում եք արյունը պահել էին եւ այստեղ Tom Brady այդ աշխատանքի տեր բիզնեսի փայատեր է եւ տեսնում եք այստեղ Biogen company-ն է, The Science of Cloning, տեսնում եք իրեն այսպես Տրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում